Այսօրվա մեր փորձի համար մեզ պետք է ապակուց ձող։ Մեզ նաև պետք է սպիրտայրոց, որի շնորհիվ մենք կվառենք ապակյա ձողը եւ այն կդեֆորմացվի։ Պահում ենք մեր ապակյա ձողը վերին մասում, որովհետեւ սպիրտայրոցի կրակի վերին մասը ամենատարկ մասն է կրակի։ Պահում ենք եւ որոշ ժամանակ անց մեր ապակյա ձողը կդեֆորմացվի։ Որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ ապակյա ձողը ծռվում է, դեֆորմացվում է։ Այս երևույթը կոչվում է ֆիզիկական երևույթ, որովհետև այդ երևույթի ժամանակ փոխվում է մարմնի ձևը եւ չափը։ Իսկ մենք գիտենք, որ ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի հետ չեն փոխարկվում, այսինքն նոր նյութեր չեն առաջանում։ Երևույթի ժամանակ փոխվում է ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը եւ կառուցվածքը անփոփոխ են մնում, նաեւ նոր նյութեր չեն առաջանում։ Երկրորդ փորձը կատարելու համար մեզ պետք է կալցիումի գլյուկոնատ, սպիրտ եւ կրակայրիչ, կամ էլ լուծկի։ Տեղադրում ենք սպիրտը նախատեսված արմարանքի վրա եւ իր վրան տեղադրում ենք կալցիումի գլյուկոնատը։ Այրում ենք այդ ամենը լուծկով եւ սպասում ենք ռեակցիային։ Որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք, որ գլյուկոնատի եւ սպիրտի խառնուրդի շնորհիվ առաջացած նյութից դուրս է գալիս օձեր։ Շատ երկար օձեր են դուրս գալիս։ Այս երևույթը կոչվում է քիմիական ռեակցիա, որովհետև այս երևույթի ժամանակ խառնվում են նյութերը, իսկ այս դեպքում խառնվեցին գլյուկոնատն ու սպիրտը։ Նաև քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նյութերը այրվում են, խառնվում են եւ դրանց շնորհիվ առաջանում են գույներ, հոտեր, գազ է անջատվում եւ էներգիան է անջատվում։ Նաև նոր նյութեր են առաջանում։ Այս ամենը կոչվում է քիմիական երևույթներ։ Նաև քիմիական երևույթ է, որովհետև սկզբից գլյուկոնատի գույնը սպիտակ գույն էր, իսկ հիմա այն սևացել է, դարել է ուրիշ գույն։ Դա նույնպես քիմիական երևույթ է։ Տեսեք ինչքան երկար օձեր են դուրս գալի խառնուրդից։ Սա քիմիական երևույթ է։ Քանի որ նյութերը խառնվեցին, գլյուկոնատն ու սպիրտը խառնվեցին, նոր նյութ առաջացավ։ Երրորդ փորձը կատարելու համար մեզ պետք է աման, մոմ, ամրական եւ սպիրտայրոց։ Վերցնում ենք սպիրտայրոցը եւ տեղադրում ենք ամրակալի չգունե հարմարանքի վրա եւ նրա վերևի բռնակի վրա կախում ենք մեր քիմիական ամանը, որի մեջ գտնվում է մոմը։ Որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ մոմը հալվել է, պինդ վիճակից դառել է հեղուկ։ Սա ֆիզիկական երևույթ է։ Հիմա լցնում ենք ափսեի մեջ, որի մեջ ջուր է եւ այն դառնում է նորից պինդ։ Սա մոմի հալումն ու սառեցումն է։ Այս երևույթը կոչվում է ֆիզիկական երևույթ, որովհետև այս երևույթի ժամանակ փոխվեց ագրեգատային վիճակը, նաեւ որոշ դեպքերում ձևը։ Այս փորձը կատարելու համար մեզ պետք է էթիլ սպիրտի մի քանի կաթիլ, ամոնիումի բիկրոմատ եւ հարմարանք, որպեսզի դրա վրա կատարենք մեր փորձը։ Մենք պետք է ամոնիումի բիկրոմատը տեղադրենք մեջտեղում եւ վրան կանթեցնենք մի քանի էթիլ սպիրտ, իսկ հետո վառենք այդ ամենը լուծկով։ Կտեսնենք ինչ գեղեցիկ հրապուխ է ստացվում։ Այս երևույթը կոչվում է քիմիական երևույթ, որովհետեւ անջատվում է էներգիա, գազ, առաջանում է հոտ, նոր գույն եւ այրվում է։ Առաջանում է նաեւ նյութերի խառնուրդ, որովհետեւ սկզբից մենք վերցել էինք ամոնիումի բիկրոմատ եւ էթիլ սպիրտ առանձին նյութ էր, իսկ հիմա առաջացավ խառնուրդ։ Սա քիմիական երևույթ է։ Ամոնիումի բիկրոմատի քայքայումից առաջացավ հրապուխ։ Տեսեք ինչ գեղեցիկ է վառվում։ Կրկնեմ, սա քիմիական երևույթ է։
5-րդ փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է մագնեզիում 1 հատիկ, սպիրտայրոց եւ 4 սպիրտ։ Իսկ հիմա պետք է սպիրտայրոցը տեղադրենք ամրակալի չուգունե հատվածում եւ մագնեզիումի վրա դնենք 4 սպիրտ եւ վառենք այն։ Դրանից կառաջանա լույս, տեսեք, կայծի նման լույս է առաջանում։ Մագնեզիումը պետք է պահել սպիրտայրոցի ամենավերևին մասում, որովհետև ամենավերևն է գտնում ամենատաք մասը կրակի։ Այդ փոխկապակցությունից կառաջանա լույս, որը կկոցի մեր աչքերը։ Պետք է շատ հեռու կանգնել, որպեսզի վնաս չպատճառի մեզ։ Այս երևույթը քիմիական երևույթ է, որովհետև առաջացավ նոր նյութ, անջատվեց գազ եւ էներգիա, առաջացավ հոտ եւ գույն։ Վեցերորդ փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է փորձանոթ, սոդա, ջուր եւ աղաթթու։ Հիմա վերցնում ենք մի գդալ սոդա եւ ավելացնում ենք մեր փորձանոթի մեջ։ Հիմա փորձանոթի վրա տեղադրում ենք ձագար եւ իր շնորհիվ ավելացնում ենք ջուր, բայց շատ չէ։ Կեսից քիչ։ Սոդան ջրի հետ դրանց խառնուրդը ֆիզիկական երևույթ է, որովհետև փոխում է ձևը եւ չափսը։ Բայց եթե ավելացնենք հայքայիչ նյութը, աղաթթուն, ապա կդառնա քիմիական։ Տեսեք։ Չենք մոռանում, որ աղաթթուն շատ վտանգավոր քայքայիչ նյութ է եւ դրա համար պետք է շատ զգույշ լցնել։ Շատ չենք լցնում, ավելացնում ենք մի քանի կաթիլ եւ տեսնում ենք, որ փրփուր է առաջանում։ Սա քիմիական երևույթ է, որովհետև այս երևույթի ժամանակ անջատվեց գազ, էներգիա։ Իսկ մենք գիտենք, որ քիմիական են այն երևույթները, որոնց ժամանակ անջատվում է գազ, նոր նյութ է առաջանում, իսկ այս երևույթում առաջացավ խառնուրդ նյութերի եւ գազ ու էներգիա անջատվեց։ Մենք սոդան, ջուրը եւ աղաթթուն խառնեցինք եւ նոր նյութ ստացանք։ Սա քիմիական երևույթ է նաեւ այդ պատճառով։ Գազ անջատվեց եւ էներգիա։ Վերջին փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է պղնձի քլորիդ, նատրիումի հիդրոքսիդ եւ փորձանոթ։ Փորձանոթի մեջ քիմիական գդալի շնորհիվ ավելացնում ենք պղնձի քլորիդ։ Հիմա ավելացնում ենք մի քանի կաթիլ ջուր։ Սա կլինի ֆիզիկական երևույթ, որովհետև մենք լուծում ենք ջրում մեր նյութը։ Մի քիչ սպասենք։ Կարող ենք տեսնել, որ նստվածք է առաջացել։ Սա ֆիզիկական երևույթ է։ Հիմա խառնում ենք գդալով։ Պղնձի քլորիդի եւ ջրի խառնուրդից առաջացավ շատ սիրուն գույն, լազուր, բաց լազուր գույն ստացավ։ Իսկ հիմա ավելացում ենք նատրիումի հիդրոքսիդը, որը նույնպես վտանգավոր քայքայիչ նյութ է։ Պղնձի քլորիդի եւ ջրի խառնուրդը ֆիզիկական երևույթ է, որովհետեւ մենք այն լուծում ենք ջրում։ Իսկ նատրիումի հիդրոքսիդի, ջրի եւ պղնձի քլորիդի քիմիական երևույթ է, որովհետև քիմիական երևույթների հատկանիշներից են գազի անջատումը, նստվածքի առաջացումը, հոտի եւ գույնի առաջացումը, նաեւ նոր նյութ է առաջանում այդ երևույթների ժամանակ։ Իսկ այս պահին առաջացավ նոր գույն եւ նստվածք առաջացավ։ Սա քիմիական երևույթ է։